Ժողովուրդ ջան, ողջույն, այս անգամ մեր ճանապարհը բերեց եւ հասցրեց Գաբրիել որ գյուղը Գյուղ Գոմարան Պատուքանի տարի աստը սափը, բապի Ես գյուղում Գերանուս գյուղան Հա Լատանվատը գյուղում ստեղալ տենլեչում խոխանը, տենլեչում ագետը ջանչկը Քրստոն, այստեղ էվալի կանետարա և մի 40 տարի դետ Քուրստաստան այստեղ Դա Քուրստոնի չում Հելիս ես քյունում, բայց դու գեղանուշից ես Ընկերությունը կանում գյուղեր ավստի իրար է Աչկան Հա, մի ծորի ժողովուրդի Մի գյուղապետարան Բացումները իրավներն են Էջ ջրերը բա որտե է սա ես երե հարևանը մրազանում Սա ինչ ջուր է Մենք գտնվում ենք Գյոմարան գյուղում Միշտ Գյոմարան ա եղել գյուղի անունը Որտեղից եք եկել ես դեչ կարավատալում եմ փախալ եկավ Այս 2023 21 20 Գյուղ Գոմարան Կապան քաղաքից 2 կիլոմետր դեպի հարավ տեղակայված Ողջի գետի աջ ափին անտառների մեջ, բայց սակավամարդ Հաշվարկված է շուրջ 70 բնակիչ, հիմնականում տարեցներ Աշխատանքի բացակայության պատճառով երիտասարդները գյուղում գրեթե չեն ապրում Ողջունելի է, քանի որ գյուղում ընթանում են շինարարական աշխատանքներ Քաղաքաբնակները հողատարածքներ են գնել ու տուն են կառուցում Իսկ մեր այն հարցին, թե ինչու են այս տարածքը ընտրել, հնչում է նույն պատասխանը Դե քաղաքին շատ մոտ է Չհանգիստ է, քաղաքին շատ մոտ գյուղ Բայց կարծես թե կյանք չկա Հովեր, երգեք իմ մեղեդին, դարդս պատմայ քար ու սարին Թող որ երգս թևեր առած լուր խառնվի իմ կարոտին Այնտեղ հեռվում սարերի մեջ, քարերի մեջ Չոլու հանդում, ժայռի ծոցում տաք հովերն են լուր աղոթում Հովեր, երգեք իմ մեղեդին, դարման արեք հայոց դարդին Թող որ երգս թևեր առած գնահասնի Սուրբ Բարձրյալին Հովեր, երգեք քաղցր մեղմիկ, դարդս պատմեք իմ սարերին Թող որ երգս թևեր առած գնահասնի իմ կարոտին Ես գտնվում եմ Գյոմարան գյուղում ու ծանոթացա մի հետաքրքիր հայուհու հետ, ում անունը Եպրակցիա, ճիշտ եմ ասել, շատ ուրախ եմ հյուրընկալվելու համար Հիմա պատմեք գյուղի մասին Ասում եք, որ ժամանակին շատ ժողովուրդ կա ժամանակին 89 թվականից եկանք ստեղ Բաքվից Ղարաբաղից եկան ապրում էին ուրախ ամուսինս դիսկոտեկա էր կազմակերպում շաբաթ-կիրակի օրերին շատ Որտեղ էր աշխուժ դիսկոտեկը ստեղ ակումբներ մեր Հա բայց հետո արդեն Ես արդեն պատկերացրի 90-ականների դիսկոտեկ Կրվի ժամանակ արդեն շատերը լքեցին Մոսկվա, Ռուսաստան այսինքն ստեցելի շատ բաներ փակեն, ստեղ ապրող չկան, դեղ ապրող չկան, ստեղ դե լիդան Հա, նոր Երևներն էլի կան, որ չեն ապրում, ափսոս այլ ուղղակի Մոտավոր Նոր որ շարժ կան, Հա տուն են կառուցում, վերանորոգում են հինը, ավերված տունը ուզում են ապրեն Գիտեք, սովորական ես ինչով հավանեցի այս գյուղը, Կապանին շատ մոտ է, որ բանավան ինչ-որ թաղամաս կարելի է հենց իրան համարել, ընդամենը ինչ 10 րոպեվա ճանապարհ է։ Հարմարությունը կա, այն որ ճանապարհը շատ բարվոք վիճակում է։ Հա, նոր են այդ ավարտել, բայց ինքոմա հլա չեն արել։ Նենց էլ ա գնում գյուղը։ Հա, նենց։ Հա, ես իմացա թե էսենց է սկսվում։ Ինքոմել կան, ապրողներ կան։ Քանի հոգի են ապրում։
Այդքան 17 տուն ապրում են, էլի։ 17 տուն։ Հա, 17 Իսկ բոլոր տներում փոքր երեխեք կան, ոնց որ ձեր տանը թե չէ։ Փոքր երեխեքը Այ ախպերս, այ մոտ։ Այ դենամ կանոն ոնց է։ մի ընտանիք են կողմինա, որ փոքր երեխաներ ունեն, մեկ էլ մենք ենք։ Հա, ուրիշ է Ուրիշ էլ չկան։ Ալբերտը դպրոցում ասում թե մանկապարտեզ։ Հələ մանկապարտեզ ավեց Բա հեսա մանկապարտեզը որտեղ է գնում։ հենց Գեղանուշի դպրոցում է։ Հա, ճիշտ է, մենք։ Քույրիկի հետ գնում Միտեղ են։ մանկապարտեզն է։ Հա, մանկապարտեզը ու դպրոցը։ Ուզում ես գնաս դպրոց, թե չէ՞ լը։ Ես գտա իմ փոքրիկ տեսակը, ով նույնպես ծնվել է ապրիլի 15-ին, հա, չմոռանաք մեր ծնունդը կշնորհավորեք այդ օրը։ Ապրիլի 15-ին անուն ոնց էր։ Ալբերտ։ Ալբերտը կդառնա 6 տարեկան, իսկ ես կդառնամ 16։ Գոմարանում ավանդաբար զբաղվել են անասնապահությամբ, այգեգործությամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կորցրեցին արոտավայրերը, ինչն էլ նպաստեց անասնապահության նվազմանը։ Գոմարանը հետաքրքիր մի գաղտնիք ունի իր մեջ պահած։ Այստեղ խորհրդավոր լռություն է։ Կարծես ամեն բան անշարժացել է. ցավը, ուրախությունը, սպասումը, անցյալը եւ ներկան։ Գնում ենք գոմարանցի վաղցիշիկների հետևից։ Bartuş, sana çıkıyorsan. İçeri çıkıyorsan. İçeri çıkıyorsan. Çıkıyorsan. Evorasımın ayan bata. Ayan bata. Ay, şlaf tatlı. Լավ միլար, բայց մենք լավ չունենք։ Լավ տանիք արդեն 80 տարեկան տատիկի վրա։ Դե քերտասնա։ Դե քերդիրի մեջ։ Շատ լավ տանիք։ Բարի տարի բարի։ Բայց ինձ դուք Հա։ բայց ինձ դուք բարի։ Չէ, աչքերա թևամա, տատիկ։ Ստանես Ստանես եկած ես գյուղը։ ես գյուղը Բաքվից եկած։ Հա, որ թվին 78։ 78-ից հարմար բա որ առաջին անգամ։ Ոչինչ, մապլա։ Հա, սիրում ես գյուղը։ Քիչ սիրում պավերսկու եւ 40 տարի ապրում եմ։ Հա։ Այսինքն ամուսնացել եք եկել եք Չէ, այստեղ։ չէ, լավ ամուսնացած եմ, լավ Բաքվում 20 տարի ապրած եմ։ Հա։ Հետո 88-ի կռվովերի լավ փոքերը։ Քեզ է ինչ սպերաստը։ Ոչինչ եղած է, սկի ես ընդեղ չում ամուսինս այդ թա մի քիչ լի։ Լավ տները, հա։ Ամեն ինչը կա։ Մեր ազգային տոները նշում էիք Նշում ըքլալ տոները, ընդեղ մս եկեղեցի ալա ասոբի քինամքլա։ Դե վերջում ինչան եկավ էնը։ Եթե մի հնարավորություն լիներ, հետ կգնայիք ձեր այն նույն տունը։ Տունը հա, բայց ընդեղ չի բան։ 30 հատ կողմ լավ բահում ամուսինիս հետ։ Կով, հորտ, երկու ծիալալ, երկու քուրուկալացիան։ Հետո վաճառում եք այդ կաթ քաղաքաց վրա, խանին։ Վախտի հինչալալ է 100 դրամ։ Հա։ Բայց յուլայ քլիլա չեմ տրանա։ Հիմա համարում եք, որ սա ձերն է։ Դե պահինչ քան։ Համարում եք։ Այ տատի առողջ է մնաս, լավ մնաս։ Գյուղի ճանապարհը massam վերանորոգված է։ Ջրի խնդիր կա։ Խմելու ջուրը այդքան էլ մաքուր չէ, բայց հայը, ով ամուր կարճած է հողին, խնամքով գուրգուրում է իր տանայգին ու բերք ստանում։
ժողովուրդը ասում էր, որ 90-ականներին ստեղ դիսկոտեք էր եւ երիտասարդները լավ երեկոներ են անցկացնում այստեղ։ Իսկ ես շատ դժվարությամբ եմ հասել ստեղ։ Հիմա բայց քանի որ դիսկոթեկ էր, մի հատ կարելի է երգած։ Ինչ երգ։ Ինչ երգ է։ Ինչ ես Համամաշխարը։ Համամաշխար պտուտեկա չթողի բաշնազանի չտիսակու դիդարի պես դուն դիպուն է բաշնազանի թե խամ հակնիս թե զար հակնիս գուշիրիս գում բաշնազանի են դու համար կուտեսնողը ասում է բաշնազանի են դու համար կուտեսնողը ասում է բաշնազանի Փարադն միրած շիրին ասած ғարեն երվածին Քաշվիլ է վարդն ու չի թողնում յարեն երվածին Գլգուն ասած վարդիս խատրին Հարեն երվածին Բլբուլն ասած վարդիս խատրին Քարեն երվածին 11 ամիս մանիմ կացի յարեն երվածին Մեջ լումի նման մանիմ գալի յարեն երվածին Տամ տայրարիրամ տիրայրիրամ Ոչինչ չի լինում սոսկ մի վայրկյանում։ Մի ամբողջ կյանք ապրելուց հետո Բաքվից մեր հայերը եկան Հայրենի օթևան։ Գիտեք, պատահական արև չի բացվում ու գետն էլ անգամ ճամփա չի ընկնում, եթե իր հունը հաստատ չի գտնում։ Մանե, այս ծաղիկին ինչ են ասում։ Քրթանթուշ։ Ես փոքր ժամանակից հետ Հա։ գիտեի, որ սա բանաձեն ծաղիկ։ Գոթիկունքում գտնվում է Գոմարանի նախկին դպրոցը եւ մանկապարտեզը, իսկ ես իմացա, որ Գոմարանը անունը Գոմեր էր ստես շատ, այս հանգստյան փոքրիկ անկյունը Գագիկ Աթաջանյանն էր սարքել, իսկ սա 90-ականների Գոմարան 90-ականների հիշատակի նվիրված հուշարձանն է։ Մանե, դուպես ինչ համար, շատիկի 15-ը լավ թիվ է։ Փոքրիկ տղան մի վարդ տեսավ մի վար դաշտի միջին, վարդը տեսավ, ուրախացավ, մոտիկ վազեց սիրուն վարդին, կարմիր վարդը դաշտի միջին, տղան ասավ, քեզ կպոկեմ, այ կարմիր վար դաշտի միջին, վարդը ասավ, տես, կծակեմ,
որ չմոռնաս փշոտ վարդին։ Փշոտ վարդին, կարմիր վարդին, կարմիր վարդը դաշտի միջին։ Ու անհամբեր տղան պոկեց վարդը դաշտի միջին։ Փուշը նրա ձեռքը ծակեց, բայց էլ չօգնեց քնքուշ վարդին։ Քնքուշ վարդին, կարմիր վարդը դաշտի միջին։ Ամառը ինչ լավ է անցնում։ Լռություն, բնություն եւ տաք լողավազան։ Բայց ո՞նց հասկացաք գոմարանում մարդիկ դուռը չեն փակում։ Որ գյուղներ, որ դաժե զուգարանի դուռն էին բանով փակել։ Շրվենանցում, չէ՞։ Ամոթ։ Հա, ասել եմ զուգարան դուռ կողմի։ Ամեն հուսով ենք ինչ սիրուն տեսարանը, մանե արյա։ Մանե վայելի, քեզ այս գեղեցիկ վայրում։ Այժմ մենք գնում ենք գոմարանի աղբյուրը բացահայտելու։ Այև գոմարանից սպասված աղբյուրը, հենց այս աղբյուրի համար է Գագիկ Աթաջանյանը որոշել, որ այս տարածքում տուն կառուցի ու բնակվի։ Իսկ ես էլ պիտի անպայման այս աղբյուրի ջուր խմեմ, մի հատ մաքրեմ։ Այս բաժակով խմում եմ բոլորիս համար, խաղաղություն և հաջողություն։ Արայց ինչ լավ սառն է։ Ինձ է բե։ Ժողովուրդ ջան, ինչպես գիտեք, մենք արդեն գտնվում ենք Գոմարան գյուղում, զմայրվում ենք այստեղի բնության տեսարանով։ Իհարկե, տեսեք ինչպիսի պատկեր են՝ ծառեր, ծնծղուկների ծլվլոցներ, մաքուր օդ, հանգստություն ու խաղաղություն։ Ամեն բան կարծես թե լիարժեք է։ Կա մի գլխավոր բայց, եւ այդ բայցը հիմա դուք կտեսնեք։ Խնդրեմ, մարդկային անշնորհքության գագաթնակետ։ Ոչ կենթանու ներդրումն է այստեղ, ոչ էլ բնության։ Հետևաբար, սիրելիներս, եթե մարդիկ վաղ անցյալում գնահատում էին բնության հրաշքները, աղբյուրը, կառուցում շրջակայքում տներ, խնդրում ենք, դուք էլ եղեք գնահատող եւ արժևորեք այն շրջապատը, որով որ դուք շրջապատված եք։ Բասում ենք Չեք ինձ այսպես նայում։ կովչիկ։ Չեք ինձ այսպես Այսինքն հա, հիմնականում գյուղերում դեպիրասիրություն մենք տեսնենք, բայց ստե ով մեզ տեսել է, եկեք, են որ սերա, ստե սեր կա, այս գյուղում բոլոր մարդիկ համ սիրում են մեզ, մենք էլ ենք ձեզ շատ սիրում ու հյուրասեր ենք։ Ման է, սողան գլորական, ստորը ստի։ Սողան ունեք, սող։ Չեմ գիտել, բայց այստեղ եմ անուշտոք է։ Հաց սիկացտ է։ Հա, Այդ տարի է։ Ամուսինս մահացա, 19 թվին մահացա։ Հա։ Հա, ջանա, ես մենակ չեմ, երեխաներ չունեմ, ջանավի։ Հա։ Հիմնական գործը ինչով եք զբաղվում։ Կանաչիներով, սե այգով, ջանա։ Վաճառում եք հետո այս կանաչեղենը։ Սաղ եք սիրում թե սխտորը։ Դե Ասում եմ ես սխտորը ավելի վաճառքի համար։ Հա։ Որ ասենք են շատ։ Թեք օգտագործում։ Օգտագործում եմ։ Բա ոնց եք հասցնում քաղաք։
Դիքաղում եմ ավտոբուսով գնում հետո։ Ամեն օրի ավտոբուս կա։ Ամբողջարա։ Հա։ Դա շատ լավ է։ Այդ կողքը դպրոցային ժամանակ է։ Ահա։ Հիմա շատ փրված է։ Արուս, Արուս, ես բախտավոր եմ թե անբախտ։ Աղուն, դու բախտավոր ես թե անբախտ, դու կիմանաս։ Աշխարհը ողջ, ապրուստը լիքը, դու ծիծաղել ես սիրտս։ Քոնը Սիմոնա, իմը Փիլոն, այսօր երկու հավ ենք կերել միասին։ Գետի այդ հունը գտան նրանք, գոմարանի բնակիչները, ովքեր իրենց հոգին կմարեն գյուղում, ընկուզեն ու տակ կիսավեր տան շեմքին, ու այդ ժամ կխաչվեն կարուտն ու ցողաթաթախ անցյալը, այն անցյալը, որ թողեցին այլ սահմանում, ու այն կարուտը, որ հայրենի հողի կանչն է։ Էստեղի հոգիքներ են, հոգիքներ գնացել են։ Դա ժամանակի դպրոց է, 90-ականների։ Հա, սե ամբողջովին ավերակ։ Ու տեսնում ես, չէ՞, փոքր է ինքը, այսինքն երեխաները քիչ են եղել։ Կարծում ենք այո։ Երկարամյա կրթություն չի եղել։ Դպրոցի զանգը պահպանվել է։ Ջան, ձենիդ մատա։ Բերթուշ, Արա, կուչի կովեր կա։ Արալ, բիշ։ Կուզի։ Լիշ, տաս ստե լույս կա։ Շիկ։ Աղջի վարդ քեզ պեն չկոզ մանիկ։ Ձեն ցեմա։ Շիշ, արես խոզեան արոշ շիշ։ դուք այդքան սիրուն եք, բայց զանափիս հոտ է գալիս։ Ձեն։ Բերթուշ, եկստեղ։ Բերթուշ, եկստեղ։ Հավատարիմ է։ Էնում յարնեն աստած լալիս, հոնգուր են սարում, Էնում յարնեն աստած լալիս, հոնգուր են սարում։ Քանի։ Չի կարի։ Դու էլ ավարոտի նոր չի ծխիս մեջ, մինակ ինքը։ Չի։ Վազվրա դամոյ։ Վազվատ։ Քաղաքից եկած։ Բա քաղաք եք թողա եկա։ Այնտե տղաս նղա ապրում, եմ ուխա եկած ստե գյուղում ապրում։ Հա, քաղաքում ապրում ձեր տղան։ Նոր եկած թե թե։ Չէ, սա 22 տարի է։ Հա, 90-ականներին։ 88 88 թվին եկել եք։ Կապված եք այս հողի հետ։ Ես իրենց հողն է, իմ ուսեմ վերևում։ Կապված եք, բայց սիրում եք գյուղի կյանքը։ Մենակ դրանով բաղում։ Իսկ ուրիշ տեղ պատկերացնում եք ձեզ, եթե այստեղ չլիներ, ուրիշ տեղ լիներ։ Չէ։ Քաղաքում։ Ինտերես մենակ դա է։ Քաղաքը вообще ձգալ չի։ Եթե հնարավորություն լիներ, օրինակ, մի անգամ գնայիք ձերեն հին մանկության տունը, կգնայիք։ Բաքու։ Չկանա։ Էլ չկա։ Բայց մտովի տենց տեղափոխվում եք միշտ, հիշում եք։ Չէ, արդեն շատ են գլինի։ Այնտեղ եք սովորել Մենակ դպրոցում։ լեզուն եմ գիտում իրենց անամ մաքուր։ Բայց պետք կգա։ Պետք կգա։ Գյուղը լավ է, բայց որ պետք է աշխատող լինի, մենակ ինչ կարաս անես։
ոչ մի բան, որ ամուսինս տենց է, իրեն է ասում գալիս է գործեր անում, բայց մուք արդեն մեր գործեր անում, Քային տարեկան եք դուք։ 65 մենակ ապրում ալի, Հա։ մենակ։ Նա գլխակը դեկա նկարում է։ Շատ սիրում մարդիկ է։ Ո՞ւ է։ Հա, ձեքի թզբեղ տուկ։ Ինչո՞ կտե։ Որ դուք ինձ տեսնալ ու կլա ես ամ սիրուն աղջիկ է։ Տեսնում છું ժամանակ։ Absol, բայց եկեք ծրծեք փռնի մի հատ։ Քեզ առողջություն, լավ պահե։ Տիկինդ քեզ շատ լավ է պահում, ռվամա։ Երգը լսում եք, չէ՞ ժողովուրդ, մենք ինչքան գյուղը շրջեցինք այս ընթացքում, այս տղան DJ-ություն անում ու գյուղի բոլոր մասերում լսվում է, դե ասում են տղա է ապրում։ Հիմա մենք այս հսկայական դիքը բարձրանում ենք, տեսնենք ով է այդ երիտասարդը։ Դուրը բաց է։ Ոյ։ Ձերքերը վերև, հոպ։ Այսպես վայելելով մենք Գոմարան գյուղից Գնում ենք դոլմա ուտել։ գնում ենք հա դոլմա։ Արա դե դոլման ուրիշ բենա էլի։ Սիրում եք դոլմա։ Չասեք դոլմա է։ Սոխակ, դու երկիր իմ մայր հայրենին, երկիր տաղերը դու իմ ծերն անի, թեկուզ դու հերվից հողում օտարի, փառքը դու երկիր չքնաղ մեր գյուղերի, երկիր օրորը դու խեղճ ռամիկի, թող որ ծուխ ելնի մեր հին երթիկից, թող նախիր ու հոտ նորից սար ելնի, տաղերը տանուշ հովին խառնվի, ու հովերը մեղմ նորից ձայնակցեն, քո քաղցր երգը սարերը լցնեն, զրնգուն կանչով ձորերը իջնեն, բաղ աղբյուրների ծոցում քուն մտնեն։ Սոխակ, դու երկիր իմ մայր հայրենին, երկիր տաղերը դու իմ ծերն անի, փառքը դու երկիր հայոց աշխարի, քո հանուշ երգը թող որ թև առնի։ Գաբրիելը ինձ համոզել է այս դիքը բարձրանանք, եթե արտասովոր բան չլինի, տեսնես, որ մի պապի ձեռքով է կառուցվել այս փոքրիկ գոմը։ Վարդուշիկներս։ Ինձ թվում է արդեն բոլոր գյուղերի վարդուշիկներ իրար ասել են, որ ես գալիս եմ, սաղ ինձ փախչում են, դե ոչինչ։ Ոնց եք։ Դուք դեռ նոր վարդուշիկներ եք։ Ուրեմն վարդուշիկներ, առաջարկում եմ իրար հետ ընկերություն անենք։ Այս մի անգամ բան չեմ անում ոչ մեկիդ։ Ապրեք, մի խառնվեք, որ տեյցեն ասե, որ ինչ եմ անում, որ ծզանա ուչիցուացում, Որ թվին եք տեղափոխվել։ Հա։
մի անգամից եկել եք այստեղ։ Ընտանիքով։ Ովքեր էիք։ Ամուսնացած եք։ Ազատ եք։ Կին ենք փտրում, թե չէ։ Կարան գտնենք։ Ախ, չկարել։ Ինչ պիտի անի, օրինակ հայ կինը ըստ ձեզ ինչ պիտի անի։ Խելոք։ Այդ խելոքության մեջ ինչն է մտնում, այսինքն։ Խելունքը, ոչ թե խելունքը։ Հայերեն ուսն ասում մուդրայա։ Իմաստուն։ Իմաստուն։ Այո։ Կինը դի իմաստուն։ Այո։ Կնոջ խելքը Ռուսերենով ասեք։ իմաստնության մեջն է։ Այո։ Հլուզվեց սովետական միությունը, ահա Կապան քաղաքը, և Կապան քաղաքը վերջապես ունեցավ իր առաջին քաղաքապետը, և հիմա գնում ենք ծանոթանալու քաղաքապետի հետ։ Գագիկ Աթաջանյան ծնվել է 1955 թվականին Կապան քաղաքում, բանվորի ընտանիքում, սովորել է Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցում, 1974-76 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1996 թվականին ընտրվել է Կապանի քաղաքապետ, իսկ 1999 թվականին վերընտրվել այդ պաշտոնում։ Ծնունդով Գեղանուշ գյուղից էր, բայց անասելի հմայված էր Գոմարան գյուղի բնապատկերով։ Խորը հավատքի տեր էր, արժևորում էր հավատքի կենտրոններն ու եկեղեցական տոները։ Նրա ղեկավարման ժամանակ Կապանում կառուցվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին։ Առաջին անգամ մեծ շուքով նշվեց Զատիկ եկեղեցական տոնը։ Եվ այնտեղ հեռու-հեռուներում կա մի աշխարհ, անմեղ, սրբասուրբ, ուր ապրում են նրանք, ապրում անտրտում, լուր այցի են գալիս շշուկով թաքուն, ու գիշերային պիրկ լռության մեջ խոսում են մեզ հետ աննկատ ու լուր, ու թակ կացած լուսնյակից այն կողմ նրանք չեն զգում կարոտ ու մռմուռ, միթե ապրում են նրանք շատ հեռվում, ապրում են անհաս հեռու օվկիանում, կապույտ կապուտակ անամպ երկնքում ու այնտեղից են նրանք աղոթում։ Միթե կապույտ են երազանքները, որ ապրում են հեռու-հեռուներում, ճերմակ լուսաթև ամպերի գրկում ու այնտեղից են աշխարհին հսկում։ Միթե գիշերները նրանք են հսկում ու խենթ աշխարհին օրոր են ասում։